Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իսրայելի առաջնորդի հայտարարությունը խուճապ է առաջացրել ամբողջ աշխարհում։ Ադրբեջանն էլ վերածվել է ՆԱՏՕ-ի առաջացման հենարանի Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Իսրայելի առաջնորդի հայտարարությունը անհանգստություն է առաջացրել աշխարհում։ Նեթանյահուն մասնավորապես հայտարարել է. «Եթե Աստված մի արածը մենք ընկնենք, աշխարհի շատ երկրներ նույնպես կկործանվեն»։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերահաստատել է Համասի ռեժիմը տապալելու եւ իսրայելցի բանտարկյալներին ազատ արձակելու իր վճռականությունը եւ ըստ էության սպառնացել ողջ աշխարհին։ Դերբենտը նոր ղեկավար ունի, ազգությամբ ադրբեջանցի։ Դերբենտի վարչակազմում տեղի ունեցել քաղաքային խորհրդի 16-րդ նիստ։ Օրակարգի գլխավոր հարցը Դերբենտ քաղաքի ղեկավարի ընտրությունն էր։ Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ բաց քվեարկության արդյունքներով քաղաքային падգամավորների ժողովի 16-րդ նստաշրջանին մասնակցած բոլոր խորհրդականները միաձայն աջակցել են ադրբեջանցի Խանլար Փաշաբեկովի հեքնածությանը։ Մինչև քաղաքապետ ընտրվելը Փաշաբեկովը 2022 թվականից զբաղեցնում էր Դաղստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնը։ Նախկինում նա եղել է Հանրապետության ժողովրդական ժողովի падգամավոր եւ ղեկավարել է շրջանի պետական գույքի կառավարման նախարարությունը։ Նշենք, որ Դերբենտը այն շրջաններից է, որի նկատմամբ հավակնություններ ունի Բաքվի բռնապետը Իլհամ Ալիևը։ Ադրբեջանը դարձել է արևմտյան քաղաքականության գլխավոր կրողը եւ ՆԱՏՕ-ի առաջխաղացման հենարանը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Փորձագետ Այնուր Քուրմանովը իր հոդվածում անդրադառնում է Բաքվի գործողություններին, որը հետխորհրդային տարածքում կոշտ բռնաճնշումների գործադրմամբ փորձում է ոչնչացնել ինտեգրացիայի կողմնակիցներին։ Քուրմանովը մասնավորապես գրում է. «Վերջերս Իլհամ Ալիևը քննադատեց Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի իշխանություններին Եվրոպական միության հետ սիրախաղ անելու եւ Ֆրանսիայից զենք ստանալու համար, բայց հիմա նա ինքն է արագացրել ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման գործընթացը։ Միաժամանակ Ադրբեջանի ներսում ճնշման ճաճանիվ է գործի դրվում նրանց դեմ, ովքեր Ռուսաստանի հետ բարեկամության կոչ են անում։ Մասնավորապես նման լակմուսի թուղթ դարձավ Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությունը Բուլղարիայում անցկացվող ՆԱՏՕ-ի վճռական ուժ 2025 ռազմական հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Թուրքիայում դատախազը պահանջում է 4.5 տարվա ազատազրկման դատապարտել ընդդիմադիր գործչին Էրդողանին վիրավորելու համար։ Թուրքիայի ընդդիմադիր Զաֆեր կուսակցության առաջնորդ Ումիդ Օզդաղը ձերբակալվել էր Անկարայում հունվարին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Նկատենք, որ Թուրքիայի նախագահին վիրավորելը քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսում է 1-ից 4 տարի ազատազրկում։ Ադրբեջանում էլ քաղբանտարկյալների թիվը հասել է 375-ի։ Սա ցույց է տալիս շարունակական գործընթաց, որտեղ պետությունն օգտագործում է բանտարկությունները քաղաքական կամ արտահայտչական ազատությունը ճնշելու նպատակով։ Այս վիճակը միջազգային հանրության եւ մարդու իրավունքների կազմակերպությունների ուշադրության կարիքն ունի, քանի որ ազատ ու արդար հասարակության հիմքերը բխում են ազատ խոսքից եւ քաղաքական բազմազանությունից։ Հետաքրքիր է, թե ինչու են լռում միջազգային կազմակերպությունները։ Ադրբեջանը կմասնակցի Եվրատեսիլի ռուսական տարբերակին Ինտերվիդենիային։ Ինտերվիդենիա երգի մրցույթին կմասնակցի 20 երկիր, այդ թվում ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք կելնեն ռուսական բեմ։ Այս մասին հայտնել են կազմակերպիչները։ Երաժշտական նախագծին իրենց մասնակցությունը հաստատած այլ երկրների թվում են Ադրբեջանը, Բելարուսը, Վենեսուելան, Վիետնամը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Կատարը, Չինաստանը, Կոլումբիան, Կուբան, Ղրղզստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Սերբիան, ԱՄՆ-ն, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Հարավային Աֆրիկան։ Նկատենք, որ Հայաստանը դեռևս ընդգրկված չէ այս ցուցակում։ Ադրբեջանցիներին արգելել են աշխատել Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանում գրեթե ամեն օր նոր սահմանափակումներ են կիրառվում ներգաղթյալների նկատմամբ։ Այս անգամ Սանկտ Պետերբուրգում տեղական իշխանությունները ներկայացրել են մի նախագիծ, որով արգելվում է ներգաղթյալներին աշխատել որպես առաքիչներ եւ տաքսու վարորդներ։ Արգելքը կարող է ուժի մեջ մտնել հուլիսին եւ տևել մինչեւ 2025 թվականի վերջը երկարաձգման հնարավորությամբ։ Այն չի ազդի Բելարուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի քաղաքացիների վրա։ Սա նշանակում է, որ նոր սահմանափակումների կենթարկվեն Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ
Վրաստանի քաղաքացիները։ Հատկապես խիստ միջոցներ են ձեռնարկվել հարավային շրջաններում Եվրոպական տնտեսական միության անդամ չհանդիսացող նախկին խորհրդային հանրապետություններից, այդ թվում Ադրբեջանից ներգաղթյալներին գործնականում արգելվում է աշխատել գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության։ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում արձակուրդում գտնվող իսրայելցի զինվորը հարձակման է ենթարկվել տեղացիների կողմից։ Դուք այստեղ սպասված հյուրեր չեք, սիոնիստներ, անիծված լինեք, հեռացեք մեր երկրից, վանկարկել են տեղացիները։ Կարծեք թե ամբողջ աշխարհում աստիճանաբար տարածում է ստանում հրեաների դեմ անհանդուրժողականությունը։ Անկարայի մերձավոր արևելքի տեխնիկական համալսարանի ուսանողներն էլ բողոքի ցույց են անցկացրել ի պաշտպանություն LGBT համայնքի։ Հատկանշական է, որ Թուրքիայի շատ խոշոր քաղաքներում, հատկապես երիտասարդության շրջանում աճում է հանդուրժողականությունն ու աջակցությունը LGBT-ին, սակայն հանրապետության մեծ մասում, հատկապես մարզերում LGBT անձիկ բախվում են խտրականության, ամոթանքի եւ հետապնդման։ Ադրբեջանի туриզմի պետական գործակալությունը հայտարարել է, որ գորտիմսի օգտագործումը երկրում լիովին թույլատրելի է, հաշվի առնելով պահանջարկը։ Ըստ գործակալության ներկայացուցչի այն համարվում է դելիկատես եւ ընդունելի է, եթե պատշաճ մշակված է։ Այս հայտարարությունը երկրի ներսում զավեշտ է առաջացրել։ Սոցցանցերի օգտատերերը գրել են, որ սոցիալ-տնտեսական նման դժվարին պայմաններում իրենց միայն գորտի միսն էր պակասում։ Նաև հավելել են, որ այս որոշումը համընկել է Ալիև-Մակրոն վերջին հանդիպման հետ, ինչը դիտարկվում է որպես փորձ խթանելու ֆրանսիական գաստրոտուրիզմի տարրերի տարածումը Ադրբեջանում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։